Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծի փաթեթը մշակվել է սպառողների պաշտպանության արդյունավետ համակարգի ստեղծման նպատակով եւ նշեմ, որ ներկայացվող փաթեթի մշակումը կապված է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության հետ կնքված ՍԵՊԱ-ի համաձայնագրով ստանձնած պարտավորությունների շրջանակի հետ։ Ներկայումս ինչ խնդիրներ են լուծում այս, այսպես ասենք, հաստափոր օրենսդրական փաթեթով, ներկայումս գործող օրենսդրությամբ բացակայում են սպառողների շահերի պաշտպանության վարչահիրավական մեխանիզմների վերաբերյալ կարգավորումներ, սպառողների շահերի դեմ ուղղված անարդար գործելակերպի դեպքում վարույթ հարուցելու եւ պատասխանատվության միջոց կիրառելու լիազորությունները օժտված կենտրոնական մարմիններ եւս չկա, սպառողների դեմ ուղղված անարդար մոլորեցնող եւ ագրեսիվ առևտրային գործելակերպ արգելող կարգավորումներ չկան, ապրանքի միավոր գնի ներկայացման կանոնները բացակայում են, սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտումների քննության հատուկ կարգավորումներ եւս չկան։ Ուստի առաջարկվող փաթեթով նախատեսվել են կարգավորումներ վերնշված խնդիրների լուծման նպատակով։ Մասնավորապես տնտեսական մրցակցության պաշտպանության մասնօրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասնօրենքի նախագծով սահմանվել է մրցակցության պաշտպանության հանրաժողովի լիազորությունը որպես սպառողների պաշտպանության կենտրոնական եւ կոնտակտային հիմնական մարմին, սահմանվել է սպառողների դեմ ուղղված իրավախախտումների վերաբերյալ հստակ կարգավորումներ, ներառյալ սպառողների դեմ անարդար առևտրային գործելակերպի ընդհանուր բնութագիրն ու դրա առավել կանխատեսելի դրսևորումները, նախատեսվել է սպառողների դեմ ուղղված իրավախախտումների առնչությամբ վարույթների հարուցման ակտերի քննարկման եւ արժանների քննության առանձնահատկությունները, սահմանվել է պատասխանատվություն սպառողների դեմ ուղղված իրավախախտումների համար։ Սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքում փոփոխություններ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով ամրագրվել է սպառողների իրավունքների պաշտպանության շրջանակում հիմնարար նշանակություն ունեցող սպառողի ազատ ընտրության իրավունքը, սահմանվել է մի շարք հիմնարար նշանակություն ունեցող նոր հասկացություններ, նախատեսվել են սպառողների դեմ տնտեսական սուբյեկտի անարդար առևտրային գործելակերպի վերաբերյալ ամբողջական կարգավորումներ, ներառյալ անարդար առևտրային գործելակերպի սպառողների պաշտպանության մեխանիզմներ։ Առևտրի եւ ծառայությունների մասնօրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասնօրենքի նախագծով տնտեսվարող սուբյեկտների համար սահմանվել է վաճառվող ապրանքի համար բնորոշ մեկ միավորման պարտադիր պահանջ, ինչպես նաեւ կարգավորումներ փաթեթավորման վաճառվող ապրանքների դեպքում ապրանքի գնի հետ միասին նաեւ փաթեթվածքի մեջ առկա ապրանքի մեկ միավորի գնի ցուցադրման վերաբերյալ։ Նախագծի ընդունման կանոնում են տերիտորիալ ներկայացված փաթեթի ընդունման մի կողմից ձևավորվի սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ գործող համակարգ, մյուս կողմից Հայաստանի Հանրապետությունը կապահովի ՍԵՊԱ-ով ստանձնած այս բոլոր նախատեսված պարտավորությունների կատարումը, այդպես ասած, համապատասխանում ենք Եվրոպական միության օրենսդրությանը։ Մասնավորապես գնի ներկայացման կանոնների հետ կապված նոր կարգավորումներով սպառողը հնարավորություն կունենա տեսնել վաճառքի ներկայացված բոլոր ապրանքների միավորի, այսինքն 1 կիլոգրամի, 1 լիտրի կամ 1 քառակուսի գինը, օրինակ եթե ապրանքը վաճառվում է մեծ ծավալով կամ փաթեթով, ապա սպառողը հնարավորություն է ունենում հասկանալ, թե ավելի շահավետ է ձեռք բերել այդ մեծ փաթեթը, թե նույն ապրանքը ավելի փոքր ծավալով։ Անարդար առևտրային գործելակերպի հետ կապված նոր կարգավորումներով լրացվել են սպառողների հիմնական իրավունքները եւ նախատեսվել են դրանց խախտման դրսևորումները, մասնավորապես արգելվում է տեղեկատվության տրամադրման մասով սպառողի նկատմամբ ցանկացած մոլորեցնող գործողություն, օրինակ էլեկտրոնային առևտրային հարթակում կեղծ քանակի դիտումներ կամ կեղծ վարկանիշ ներկայացնելը, ամրագրվել է սպառողի իրավունքների պաշտպանության շրջանակում հիմնարար նշանակություն ունեցող սպառողի ազատ ընտրության իրավունքը, սահմանվել են մի շարք հիմնարար նշանակություն ունեցող հասկացություններ, նախատեսվել է սպառողի դեմ տնտեսվարող սուբյեկտների անարդար առևտրային գործելակերպի վերաբերյալ ամբողջական կարգավորումներ, ներառյալ անարդար առևտրային գործելակերպից սպառողների պաշտպանության մեխանիզմները։ Հատկանշական է, որ սահմանվել է ապրանքի ընտրության շրջանակում սպառողի նկատմամբ ցանկացած բնույթի ճնշում կամ ագրեսիվ վարքագծի արգելք, օրինակ սպառողի տուն անհատական այցելություններ կատարելը առանց սպառողի համաձայնության կամ հեռախոսով կամ հաղորդակցության այլ միջոցներով ապրանքի ձեռքբերման ուղղված շարունակական եւ անցանկալի առաջարկներ անելը կամ գովազդում երեխային ուղղված կոչեր անելը գովազդվող ապրանքի գնելու կամ ծնողին կամ այլ չափահասին գնել համոզելու վերաբերյալ։ Կենտրոնական ու կոնտակտային մարմին ստեղծելու հետ կապված նախագծով հանձնաժողովը դառնում է սպառողների շահերի պաշտպանությունը իրականացնող կենտրոնական մարմին իրավախախտումների դեպքում պատասխանատվության միջոց կիրառելու իրավասությամբ։ Միաժամանակ նախատեսվել է հանձնաժողովի կոնտակտային մարմնի լիազորությունը
գործունեությունը, հեշտացնելու հաղորդակցությունն ու համագործակցությունը սպառողների պաշտպանության համար պատասխանատու այլ մարմինների եւ միջազգային գործընկերների հետ։ Չափազանց կարևորում ենք զգուշացման ինստիտուտի մեխանիզմի ներդրումը, ներդրվել են իրավական այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտան ավելի քիչ վարչարարության իրականացմամբ կանխել իրավախախտումները կամ հասնել դրանց վերացմանը։ Այս առումով հատկապես հիշատակելի է զգուշացման մեխանիզմը, որի միջոցով տնտեսավարներին հնարավորություն է տրվում կանխել հանրաժողովի կողմից վարույթի հարուցումը այն դեպքում, երբ վերացվում է իրավախախտումը։ Հարգելի պարոն Թունյան, հարգելի պատգամավորներ, մենք նաև ստացել ենք մի շարք առաջարկներ ազգային ժողովի իրավական եւ տնտեսական վերլուծություններ իրականացնող մասնագետների կողմից, ինչպես նաև ես մեկ հանդիպում եմ ունեցել տնտեսվարողների հետ, որոնք մանրածախ առևտրով են զբաղվում, մասնավորապես զեղչերի մասով, եւ ուզում եմ նշել, որ առաջինից երկրորդ ընթերցում հատվածում միանշանակ ունենալու ենք փոփոխություններ, պարզապես այս փուլում սպասում ենք մեր վերջնական հանդիպմանը, որը ամսի 12-ին է լինելու, այսինքն դեռ ամփոփելու ենք բոլոր առաջարկները մասնավոր սեկտորի, կքննարկենք հանձնաժողովի հետ եւ կքննարկենք իհարկե գլխադասային հանձնաժողովի հետ եւ մրցակցության եւ գլխադասային տնտեսական հանձնաժողովի հետ եւ այստեղ առաջինից երկրորդ ընթերցում փոփոխություններ կանենք։ Ես կարող եմ օրինակ մի քանի այսպես ասած դերևս վիճակվող հարցերի վերաբերյալ բարձրաձայնել եւ եթե իհարկե կարիք կլինի հանձնաժողովը կարող է լսել նաեւ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կարծիքը, օրինակ մենք ունենք այսպիսի դրվագ, որտեղ ասվում է, որ եթե վիրավորանք կամ զրպարտություն կա, հանձնաժողովը կարող է չքննարկել։ Ես կարծում եմ, որ վիրավորանքի դեպքում հանձնաժողովը չպետք է քննարկի, բայց օրինակ զրպարտությունը ես համաձայն եմ ազգային ժողովի փորձագետների հետ, դա մի բան է, որը պետք է դատարանը որոշի, որտեղ զրպարտությունը դա շատ ակնհայտ չէ, դու զրպարտում ես թե չէ, դա պետք է քննություն ընթանա, հետո երևա զրպարտվել է թե չէ։ Այնինչ օրինակ վիրավորանքը շատ բավական կարծիքով բավական ակնհայտ է եւ բոլորս էլ իհարկե գնահատողական դաշտում է, բայց այնուամենայնիվ ես կարծում եմ, որ վիրավորանքը շատ ավելի ակնհայտ է եւ ակնհայտ վիրավորական արտահայտություններ պարունակող պետական իշխանության մասնավոր սեկտորի այլ անձանց վերաբերյալ ակնհայտ վիրավորական արտահայտություններ պարունակող ուրեմն որոշումները իմ կարծիքով կարող են եւ չքննարկվել եւ այստեղ ես մեծ հաշվով օրինակ խնդիր ուրեմն չեմ տեսնում։ Հաջորդ դրույթը դա հետեւյալն է, դա ուրեմն միջանկյալ միջոց կիրառելու հետ կապված հարցն է։ Այստեղ կա երկու հիմնական ուրեմն դրվագ մեկը դա այն է, երբ որ մենք արդյոք օրինակ պետք է միջանկյալ միջոց կիրառի հանձնաժողովը թե ոչ, մի շարք դեպքեր գոյություն ունեն, որտեղ հանձնաժողովի կողմից միջանկյալ միջոցը մինչև եթե չկիրառվի ու գնա դա երկար դատական process-ով կարող է հանրության ու տնտեսության շատ մեծ ու էական վնաս հասցնել։ Ես այստեղ օրինակ կարծում եմ, որ դա պետք է, բայց կա նաև կարծիք, որ պետք է որոշակիորեն, այսպես ասած, այդ դեպքերը հստակ սահմանվեն եւ օրենքում նշվեն։ Ես այստեղ համաձայն եմ, կարելի է ավելի կենտրոնացնել, ավելի կոնկրետացնել այդ դեպքերը, որպեսզի ուրեմն հանձնաժողովը իմանա ինքը ինչ կարող է անել եւ նաեւ հանրությունը իմանա, որ հանձնաժողովը չի կարող շատ, այդպես ասած, հայեցողական որոշումներ իրականացնել։ Կամ երրորդ մասը դա ապրանքի գնի ներկայացման հետ կապված, երբ որ խախտումներ են տեղի ունենում, իրականում սա լավ կարգավորում է, ինչա զգուշացման ինստիտուտի մասին է։ Հիմա ասում է ցանկացած խախտում դեպքում պիտի վարույթ իրավաբանը հարուցվի, հիմա հանրաժողովը հեշտ մի հատ լավ լուծում է առաջարկում, ասում է զգուշացնում ենք իրան, որ դու խախտում ես արել, եթե ինքը ընդունում է, որ խախտում է արել, 50,000 դրամ վճարում է ու բան մենք էլ վարույթ չենք հարուցում, այսինքն դա կոպիտ ասած օգնություն է տնտեսվարողին, կարող է ինքը չգիտի, որ խախտում է արել, իրան դու զգուշացնում ես, որ դու ինքը խախտում արել, բայց 50,000 դրամ էլ վճարում է, ոչ վարույթ ես հարուցում, ոչ բան, ոչ էլ իր տնտեսական գործունեությանը որևէ կերպ միջամտում ես։ Հիմա իրավաբանները առաջարկում են այդ 50,000 դրամին տալ իրավական գնահատական, այսինքն դա տուժա, տուրքա, վճարա, ինչա եւ այլն։ Ես սա էլ կարծում եմ, որ հստակեցման կարիք ունի, եթե իհարկե պարոն Մարկոսյանը կարող է նաեւ այդտեղ ասել, ես բոլոր կետերին կուզեի այնուամենայնիվ արագ անդրադառնալ, որոնք որ դեռևս քննարկման ուրեմն առիթ կարող են հանդիսանալ, այլ ինչ ունեինք, ունենք այսպիսի արտահայտություններ նախագծում շրջահայաց անձ, յուրահավատություն, տնտեսական վարկագիծ, որոնք որ մի քիչ այսպես ասած գնահատողական շատ մեծ գնահատողական դաշտի մեջ են եւ եթե այստեղ էլ հանձնաժողովը իմ կարծիքն է, եթե հանձնաժողովը համարի, որ գլխադասային հանձնաժողովը, որ այնուամենայնիվ այս կատեգորիաները չպետք է լինեն եւ շատ ավելի իրավական որոշակիություն ունեցող կատեգորիաներ են պետք, ես կարծում եմ, որ այսինքն իմ համար ընդունելի է, բայց էլի այստեղ եթե պարոն Մարկոսյանը ունի ասելիք, կխնդրեմ նաեւ իրեն լսենք
այլ ինչ։ Երևի թե այսքանն է մնացած հիմնական զեղչերի մասին արդեն ասացի, որ զեղչերի մասով լրացուցիչ քննարկում ալնելու առաջինից երկրորդ ընթերցում, ցանկության դեպքում նաև եթե կտեղեկացնենք նաև հարգարժան падգամավորներին, եթե կուզեն իրենք էլ միանան այդ քննարկումներին, այդտեղ կարծում եմ, որ այնուամենայնիվ խնդիրներ կան արձանագրվել են, որովհետև բարդացրել ենք, այսինքն մի կողմից տենց իմ կարծիքով փորձել ենք լրիվ պաշտպանել սպառողների իրավունքները, բայց այնքան ենք բարդացրել այդ process-ը, որ երբեմն նույնիսկ զեղչ չեն հայտարարում որոշ տնտեսվարողներ, որովհետև այնքան այսինքն իրական կանոնից վնասել ենք մեր խիստ կարգավորումներով։